Զրուցում ենք քաղաքագետ Ստեփան Հասանջալալյանի հետ։ Պարոն Հասանջալալյան, այսօր տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ քննարկումներ կան Արցախի Հանրապետության նախագահի ընտրություն անցկացնելու վերաբերյալ։ Նշվում էր, որ Արցախի ազգային ժողովի խմբակցությունների քննարկում է տեղի ունեցել եւ հավանական թեկնածուներից մեկը նախագահի պաշտոնում առաջադրվելու հենց դուք եք։ Կխնդրեմ անդրադառնաք այս տեղեկատվությանը, եղել է նման առաջարկ ձեզ ստանձնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Գիտեք, այդպիսի պաշտոնական առաջարկ ես չեմ ստացել, մամուլից եմ տեղյակ նման քննարկումների մասին, ես բանը կարող եմ ասել։ Պարոն Հասանջալալյան, այնուամենայնիվ այսօր մեզ համար որքանով է կարևոր նման ընտրությունը եւ անհրաժեշտությունը դրա։ Դրա անհրաժեշտությունը խիստ կարևոր է, որովհետև Արցախի Հանրապետության պետականության անընդհատության պահպանման հարցն է դրանով լուծում։ Հիմա վերանանք անձերից, ես ընդհանուր առմամբ եմ ասում, եւ Հանրապետության նախագահի եւ ազգային ժողովի նախագահի, գիտեք, որ հիմա ազգային ժողովի նախագահ էլ չունի Արցախի Հանրապետությունը, եւ այս խնդիրները պիտի ես կարծում եմ, որ ուրեմն այսպես կարոտեն պատշաճ լուծման, որովհետև մի իրավիճակ օրինակ ներկայացնեմ, ենթադրենք վաղը Ադրբեջան-Արցախ չկարգավորված կոնֆլիկտի հարցով միջազգային հարթակներում տեղի ունենում քննարկումներ, հանդիպումներ, բանակցություններ եւ այլն։ Ով պիտի ներկայացնի Արցախի Հանրապետությունը։ Պարոն Հասանջալալյան, իսկ այնուամենայնիվ եթե լինի այդ առաջարկը, դուք պատրաստ եք ստանձնել այդ պաշտոնը։ Երբ որ առաջարկը կլինի, ես այդպիսի հարցադրումը դեռ, այսպես ասած, չեմ կարծում, թե ունի գոյության իրավունք։ Երբ որ կլինի նման առաջարկ, պաշտոնապես նման առաջարկ, այդ ժամանակ ես իմ վերաբերմունքն իմ դիրքորոշումը կարտահայտեմ։ Իսկ այնուամենայնիվ իսկապես եղել են այդ քննարկումները, դուք տեղյակ եք, բացի այն, որ մամուլից եմ տեղյակ, ինչպես քիչ առաջ իմ խոսքում նշեցի, ես տեղյակ եմ մամուլից եւ ոչ ավելի։ Ես քննարկումներին չեմ մասնակցել, հրավեր չեմ ստացել, տեղյակ եմ միայն մամուլից։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։